Օրերը խառնեցինք իրար, ալյուրը, լիմոնի աղը, Ընթացքում ավելացնելու են 1 լիտր գոլ ջուր։ Քիչ-քիչ ալյուր ավելացնենք, հետո նոր գոլ ջուրը կավելացնենք քիչ-քիչ, որպեսզի կոշտուկներ չունենանք։ Այս անգամ պատրաստում եմ, ես վերցրել եմ, ինչպես սովորաբար ասում են, լիստավորի մարգարինը, սլաբադայի մարգարին է, փորձենք սրանով այս անգամ պատրաստել։ Բաժանելու ենք 9 գունդ, աշխատում ենք խմորի հետ։ Վերջի գունդ եմ բացում։ Ես գոհ եմ խմորից, եթե ուզում եք իմանալ ձեր խմորը լավ է ստացվել թե չէ, արդեն գնդեր բաժանելու ժամանակ, երբ որ խմորը կիսում եք, նայում եք խմորի մեջը, արդեն ծակոտկեներ կան, նշանակում է խմորը լավ է եղել, հնարավոր չի վատ լինի։ Հիմա բացելուց ես խմորից ձեռքիս տակ փուչիկների գոյությունը ճտոցը զգում եմ։ Խմորին պետք է տակ ջերմություն, պետք է սիրով անեք, նայեք, խմորի փուչիկները նայեք։ Բարձր տրամադրության ժամանակ, երբ որ ուրախ եք լինում, այդ օր պատրաստեք ձեր խմորը, հաստատ լավ կստացվի։ Թե չէ ջղայնացած ծեծելու եք, ջղայնացած բացելու եք, նեգատիվ ձեր տրամադրությունը փոխանցվելու է խմորին եւ կարելի ասել այդքան լավ չի ստացվելու։ Եղեք բարի, եղեք դրական, եղեք ուրախ, այդ օրը նոր ձեռք տվեք ձեր խմորին, նոր բացեք ձեր խմորի աշխատանքները կատարեք։ Նայեք, մի ամբողջ տարածք ինքը փուչիկով պատված է։